Ելենա Արշակյանի Մարիա սերիալի նկարահանումները շարունակվում են, իսկ ավարտն էլ ավելի հետաքրքիր ու դիտարժան է։ Ինչպես պարզ դարձավ հեռուստասերիալի վերջին սերիայի անոնսից, Աշոտի ինքնազգացողությունը վատանում է բնականաբար։ Ռաֆի նման երեխա ունեցողի հոր ինքնազգացողությունն ինչ-որ ժամանակ պետք է վատանար։ Հավանաբար նա վթարի է ենթարկվում, արդյոք կփրկվի, թե ոչ, ցույց կտա ժամանակը։ Բայց այդ ընթացքում Դավիթը նոր պրոբլեմների առաջ է հայտնվում։ Նա սպառնում էր արտակին, նա ունի հաղորդագրություն, որ սպառնալիք է համարվում, և վերջապես Ռաֆն, ով արտակին սպանում է, այդ ամենից չոր է դուրս գալու և բանտի ճաղերից այն կողմ հայտնվելու է Դավիթը։ Հավանաբար Ռաֆն այս ամենը հենց այդպես էլ պլանավորել էր, իսկ թե ինչ զարգացումներ է լինելու հետագայում, ցույց կտա ժամանակը։ Բաժանորդագրվեք մեր ալիքին ու դիտեք մեր կողմից պատրաստված հետաքրքիր տեսանյութերը, որոնք արվել են նկարահանման հրապարակում և ձեզ կպատմեն, թե ինչ կարող եք սպասել հաջորդ սերիաներում։ Իսկ հաջորդ սերիաները լինելու են էլ ավելի դիտարժան ու էլ ավելի հետաքրքիր։ Արդյոք կհաջողվի փրկել Աշոտին և Աշոտը վերջապես Ռաֆին իր տեղը ցույց կտա, չէ՞ որ Աշոտը միակ մարդն էր, ով գիտեր ողջ ճշմարտությունը, թե դեռ երկար սերիաներ էլ սպասվում և դեռ երկար ժամանակ Ռաֆն հասնելու է իր ուզածին, կիմանաք շատ շուտով, իսկ այժմ դիտեք ամենահետաքրքիր տեսանյութերը նկարահանման հրապարակում։ Ես և Ծովինարը կարդում ենք ձեր կոմենտները սերիալի YouTube-յան ալիքում։ Գնացինք։ Այս սերիալի անունը չպետք է Մարիալին էր, այլ Ռաֆայել։ Ռաֆին ավելի շատ եմ ցույց տալիս, քան Դավիթին ու Մարիան։ Ես էլ եմ այդ ասում, ժողովուրդ ջան չեն համաձայնվում։ Ասում եմ փոխեք անունը։ Ահա։ Ինչ կլինի, որ Ականցանք առաջ։ Алла, ты просто чудо, отлично играешь, браво։ Алла ջան, հիանալի ես խաղում դերդ, կեցես բոլոր ֆիլմերում հետաքրքիր ես։ Алла, դուք կրակ եք։ Алла, այս ինչ եք անում։ Հայեր, սա սերիալ է, հանգիստ թողեք, Ռաֆին նա իր դերն է խաղում եւ իրական հոյակապ ազնվորություն է, ինքներ գրքեր կարդացեք։ Ճիշտ է։ Այո։ Алла ջան, Մի րոպե։ Զանգի Աշոտին առանց իրա կինոն չի նայվում։ Աշոտի ֆանատներն են, մի րոպե։ Քանի որ գարուն ա մտածեց ինչ նվիրեմ Ծովոյին։ Մերսի Սուրո ջան։ Խնդրեմ Ծով ջան, խնդրեմ։ Բայց ինձ ծաղկամանա պետք նվիրես։ Այդ չկա։ Տարան ծաղ։ Էս ինչ զանգա։ Էսի ծաղիկների մեջ ես այսօր դու լողում Ծովո։ Սազում ա շատ այդ գլխինը, այդ ինչ ա։ Չգիտեմ։ Զանգուլա։ Ինչ վատ ա տալիս։ Շատ վատ ա տալիս, էլի պրոստը։ Այ շատ լավն է։ Սրա որ։ Ես շրջանայինի տարածքում եմ ու մտածեցի կարող եմ մետրոյով գնալ տուն, բայց քանի որ հիմա վճարման եղանակները փոխվել են, իսկ ես չգիտեմ ոնց է պետք անել ու ինչ որ պրոգրամաներ կան, որոնք որ ես չունեմ, ես նախընտրեցի այս ռոմանտիկ եղանակի ներքո քայլելով հասնել տուն։ Լավ։ Արդեն կամոյ դպրոցում նույնիսկ հասել։ Դեռ լրիվ ջուր չեմ դարել, տեսեք մազերս չոր են։ Շատ վատ կերպով ընկել եմ իմ հետևից, մենակ նրա խաթր, որ ես 2 կիլոգրամ չաղացել եմ։ Հա, ու ոնց որ ժամանակ չունեմ սպորտզալ հաճախեմ, ապենի մետս ենտեղ ապարտվում այր սա շուտով, ես իրենց նորմալ չասրեցի օգտվեմ։ Հիմա այսպես նանջեմ, որ հանկարծ ավել չչաղանեմ, հետո ավել չնեղվենանեմ, չլինել է դժվան։ Ես և Ծովինարը կարդում ենք ձեր կոմենտները սերիալի YouTube-յան ալիքում։ Գնացինք։ Այս սերիալի անունը չպետք է Մարիալին էր, այլ Ռաֆայել։
Ռաֆին ավելի շատ եմ ցույց տալիս, քան Դավիթին ու Մարիան։ Ես էլ եմ այդ ասում, ժողովուրդ ջան, չեն համաձայնվում։ Ասում եմ փող եք անում նա։ Ահա։ Ինչ կլինի, որ Вакансиям առաջ։ Алла. Алла, ты просто чудо, отлично играешь. Браво. Алла ջան, հիանալի ես խաղում դերդ, կետ ցես բոլոր ֆիլմերում հետաքրքիր ես։ Алла, դուք կրակ եք։ Алла, այս ինչ եք անում։ Հայեր, սա սերիալ է, հանգիստ թողեք, Ռաֆին նա իր դերն է խաղում եւ իրական հոյակա պազնավորություն է, ինքներ գրքեր կարդացեք։ Ճիշտ է։ Այո։ Алла ջան, ինչ Մի րոպե։ Զանգի Աշոտին առանց իրա կինոն չի նայվում։ Աշոտի ֆանատներն են, մի րոպե։ Քանի որ գարուն ա մտածեց ինչ նվիրեմ ծովոյին։ Մերսի Սուրո ջան։ Խնդրեմ ծով ջան, խնդրեմ։ Բայց ես ծաղկամանա պետք նվիրես։ Այդ չկա։ Տարան ծաղ։ Էս ինչ զանգա։ Εσύ ծաղիկների մեջ ես այսօր դու լողում ծովո։ Սազում ա շատ այդ գլխինը, դա ինչ ա։ Չգիտեմ։ Զանգուլա։ Ես մի հատ բան եմ հասկացել, ուզում եմ այդ կիսվեմ իմ հետևորդների հետ, գլխավորապես տղա հետևորդների հետ։ Այն տղաները, ովքեր որ անցնում են ու իրենց վրայից շատ անուշ բույր ա գալիս, մեզ դա շատ հաճելի է։ Բայց վերջերս մի հատ պահ ա ավելացել, որ մեր տղաները սկսել են այքս ծխել ու հետևաբար իրենց կողքով անցնելուց մենք առնում ենք ինչի հոտած նասկու։ Հիմա հասկացեք, հա, այքսից էդ հոտն է գալիս։ Հիմա հասկացեք, որ տարբերակն ա ձեզ պետք։ Արդյոք ձեզ այքսը պետք է թե չէ։